Հայաստանը վերածվել է համաշխարհային դիվանագիտական հաբի, հայտնվելով եվրոպական քաղաքական անցուդարձի էպիկենտրոնում։ Ապագայի կառուցում, միասնություն եւ կայունություն Եվրոպայում կարգախոսի ներքո Երևան են ժամանել 5 տասնյակ երկրների լիդերներ, այդ թվում այնպիսի պետություններից, որոնց առաջին դեմքերն անկախությունից ի վեր չէին այցելել Հայաստան։ Բարձրաստիճան հյուրերի թվում են նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Միացյալ Թագավորության վարչապետը, Ֆրանսիայի նախագահը, Իտալիայի վարչապետը, Ուկրաինայի նախագահը, Մոլդովայի նախագահը, Սլովակիայի վարչապետը, Թուրքիայի փոխնախագահը։ Կարմիր ուղեգորգ, անվտանգության խստացված միջոցառումներ, միջազգային ու տեղական մեդիայի հարյուրավոր ներկայացուցիչներ։ Բարձրաստիճան հյուրերին մարզահամերգային համալիրում դիմավորում է Նիկոլ Փաշինյանը։ Նա ու Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան են համանախագահում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Առաջին անգամ հավաքին մասնակցող ոչ եվրոպական երկրի Կանադայի վարչապետ Մարկ Քարնին միացել է որպես հյուր։ Համաեվրոպական հավաքի օրակարգում միջազգային անվտանգությունն է, համագործակցությունը, դաշնակիցների եւ գործընկերների հետ ինտեգրման հարցերը, հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը։ Նախքան պաշտոնական բացումը հյուրերը ճեպազրույց են ունենում մեդիայի հետ։ Ամերիկյան կողմում որոշակի հիասթափություն կա կապված Մերձավոր Արևելքում Իրանի դեմ Միացյալ Նահանգների ու Իսրայելի պատերազմական իրադարձություններին Եվրամիության արձագանքի հետ։ Ինչ հեռանկարներ ունի Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հարցում մեկնաբանում է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Հայաստանն ինքն է որոշում ներկայացնում, ընդամենը 1 ամսից երկրում ընտրություններ են։ Եվրոպական հեռանկարի հարցն օրակարգում է, բայց ընտրությունը Հայաստանինն է։ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ շարունակում է ակտիվ բանակցությունները եվրոպացի գործընկերների հետ միջազգային օրակարգի առանցքային հարցերի շուրջ, ներառյալ Ուկրաինային աջակցությունը եւ Եվրամիությանն անդամակցելու ճանապարհը։ Վերջին շաբաթվա ընթացքում որոշում է ընդունվել ապասառեցնելու շուրջ 90 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնությունը, ինչն առանցքային նշանակություն ունի Ուկրաինայի ամրապնդման համար։ Իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանին ֆոսֆորային ռումբեր մատակարարելու հարցին Զելենսկին չպատասխանեց։ Հայ գերիներին վերադարձնելու հարցն էլ անպատասխան թողեց Կանադայի վարչապետը։ Մենք նաև հնարավորություն կունենանք հանդիպումներ անցկացնել, մասնավորապես Հայաստանի եւ Մոլդովայի անկախությանն ու ինքնիշխանությանն աջակցելու հարցերով։ Սա այն Եվրոպան է, որը կառուցում է իր անվտանգությունն ու պաշտպանությունը։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով է ժամանել ուշացումով Անկարայում օդանավի արտակարգ վայրեջքից հետո։ Գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը ավանդական հայկական մշակութային պերֆորմանսով է։ Շքեղ միջոցառում, որտեղ մշակույթը հանդիպում է դիվանագիտությանը ցուցադրելով Հայաստանի ժառանգությունը, մեկնաբանում է միջազգային մեդիան։ Հանդիսավոր բացումից հետո բեմ են բարձրանում հավաքի գլխավոր հերոսները եվրոպական ընտանեկան լուսանկարի համար։ Այստեղ առանց ռոմանտիկայի չի անցնում։ Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ոչ մի առիթ բաց չի թողնում Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիին գրկելու համար։ Շոուն վայելելուց ու լուսանկարվելուց հետո լիագումար նիստն է։ Բաքվից նաև Ալիևն է միացել տեսակապով։ 2022 թվականին ստեղծված Եվրոպական քաղաքական համայնքը միջկառավարական հարթակ է, որի առաջին հանդիպումը տեղի ունեցել Պրահայում 2022 թվականի հոկտեմբերին։ Հենց այնտեղ է առաջին անգամ Փաշինյանն Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Սա առաջին դեպքն է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է Հայաստանում տեղի ունեցող միջոցառմանը, թեև առցանց, բայց հուսով եմ, որ հնարավորություն կունենամ այցելել Ադրբեջան 2028 թվականին Եվրոպական քաղաքական համայնքի 10-րդ գագաթնաժողովին։ Հայաստանն ու Ադրբեջանը ի դեպ փոխադարձաբար սատարել են միմյանց թեկնածությունը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովները հյուրընկալելու հարցում։ Մեզ համար շատ բաներ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովներում տեղի են ունեցել եւ հիմա տեղի են ունենում առաջին անգամ։ Իմ առաջին երկկողմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ տեղի է ունեցել Պրահայում նշված առաջին գագաթնաժողովի շրջանակներում։ Իսկ հիմա Թուրքիայի փոխնախագահն այստեղ է մասնակցելու Երևանի գագաթնաժողովին, եւ նա Թուրքիայի առաջին փոխնախագահն է, որն այցելում է Հայաստան։
Փաշինյանի պես Ալիևն էլ խոսեց արդեն հաստատված խաղաղության մասին, շնորհավորեց իր հայ գոլեգային ու ասաց, որ չնայած գործընթացը խոչընդոտել ցանկացողների բոլոր ջանքերին, Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին։ Իսկ խոչընդոտել ցանկացողներին Ալիևը մատնանշեց բացի բաց ԵԽԽՎ եւ Եվրոպական խորհրդարան, որի վերջին հայամետ զեկույցը զայրացրել է Ադրբեջանի ղեկավարին։ European Parliament targets Azerbaijan. Եվրոպական խորհրդարանը խաղաղության գործընթացին աջակցելու փոխարեն նախընտրում է սաբոտաժի ենթարկել այն։ Եվրոպական խորհրդարանը թիրախավորում է Ադրբեջանին տարածելով զրպարտություն եւ սուտ։ Իսկ պատճառն այն է, որ Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, վերջ դրեց անջատողականությանը եւ ռազմական հանցագործներին կանգնեցրեց արդարադատության առջեւ։ Thank you, Mr. President. Now Փաշինյանն Ալիևի այս խոսքերը թողեց անպատասխան, բայց դահլիճում ոչ բոլորն էին պատրաստվում հանդուրժել Ադրբեջանի ղեկավարի մեղադրանքները։ Արտահերթ ձայնի իրավունք խնդրեց Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտ Ամեցոլան, շեշտելով, որ նման քննադատություններն անարձագանք չպետք է մնան։ Եվրոպական խորհրդարանն ուղղակիորեն ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է։ Մեր բանաձևերն ընդունվում են մեծամասնության կողմից։ Դրանց արդյունքները գուցե անհարմարություն են ստեղծում շատերի համար, բայց մենք երբեք չենք փոխի մեր աշխատակարգը եւ այն դիրքորոշումները, որոնք որդեգրել ենք։ Եվրոպական քաղաքական մասշտաբային հանդիպումը պատմական է որակել Եվրոպական խորհրդի նախագահը։ Եվրոպական քաղաքական համայնքի այսօրվա գագաթնաժողովն իրապես պատմական է։ Այն պատմական է, որովհետև առաջին անգամ համայնքը հավաքվում է այստեղ, Հարավային Կովկասում, եւ որովհետև այն Հայաստանը դնում է Եվրոպայի սրտում, որին Հայաստանը պատկանում է, հաշվի առնելով նրա երկար ու հարուստ պատմությունը։ Այն պատմական է, քանի որ այսօրվա գագաթնաժողովը հնարավոր է դարձել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության շնորհիվ։ Զելենսկին կարևորել է 24 տարվա ընթացքում Ուկրաինայի նախագահի առաջին այցը Հայաստան, ասել է, դա ցույց է տալիս միասնության մասշտաբը բոլոր նրանց, ովքեր գնահատում են կյանքը։ Մենք Հայաստանին եւ Ադրբեջանին մաղթում ենք միայն խաղաղություն, իհարկե կայուն, համապարփակ եւ տևական խաղաղություն։ Մենք դա մաղթում ենք ձեզ, պարոն վարչապետ, մենք դա մաղթում ենք նախագահ Ալիևին եւ դա մաղթում ենք ձեր երկու ժողովուրդներին։ Առաջին անգամ է Հայաստան գալիս Միացյալ Թագավորության վարչապետը, Քիր Սթարմերը հիացած է։ Ֆանտաստիկ է այստեղ լինելը։ Էմանուելն ասաց, որ շատերն առաջին անգամ են այցելում Հայաստան։ Ես նրանցից մեկն եմ։ Շնորհակալ եմ շատ ջերմ ընդունելության համար։ Բրիտանիայի վարչապետի առաջին այցը Հայաստան նշանավորվեց առանցքային իրադարձությամբ։ Երևանն ու Լոնդոնը ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել։ Սրանով, ըստ Փաշինյանի, նոր եւ խոստումնալից էջ է բացվում հայ-բրիտանական հարաբերություններում, որոնք կառուցված են ընդհանուր արժեքների եւ ամրապնդված համագործակցության վրա։ Մարիկ Ուստանյան, Էպիկենտրոն։